Քաղաքապետարանի կողմից ի գիտություն ընդունված Հայազգային կոնգրեսի երթը դեպի ԵԽԽՎ հայաստանյան գրասենյակ այսօր չկայացավ Հորդառատ անձրևի պատճառով։ Սարյանի արձանին հարող պուրակում այս մասին հայտարարեց ՀԱԿ համակարգող Լևոն Զուրաբյանը։ Քանի որ մեզ թանկ է ձեր առողջությունը, եւ դուք պետք է պատրաստ լինեք ավելի կարևոր իրադարձությունների, մասնավորապես հոկտեմբերի 15-ին ունենալիք մեր հանրահավաքի եւ դրան հաջորդող հանրահավաքներին, ուրեմն ձեր առողջությունը վտանգի տակ չդնելու համար մենք այսօր որոշում ենք ընդունել, որ այս Հորդառատ անձրևի տակ երթ չենք անի։ Հիշեցնեմ, հոկտեմբերի 5-ին ԵԽԽՎ մոնիտորինգի նիստում քննարկվելու է ՀԱԿ-ի ներկայացրած Հայաստանում առաջացած քաղաքական ճգնաժամի հաղթահարման ժամանակացույցը։ Այսօրվա երթը անցկացվելու էր ի նշան բողոքի, որ Հայաստանում չեն կատարվում ԵԽԽՎ-ում Հայաստանի մասին ընդունված բանաձևերի պահանջները։ Ուղերձով ՀԱԿ-ը պահանջում է քաղբանտարկյալների անհապաղ ազատ արձակում, ԱՄԵԿ+ հեռուստաընկերության վերաբացում եւ արտահերթ նախագահական եւ խորհրդարանական ընտրությունների անցկացում։ Ուղերձում, որը Սարյանի արձանին հարող պուրակում ամբողջությամբ հրապարակեց Լևոն Զուրաբյանը, մասնավորապես ասված է. Հայաստանում առաջացած խորը քաղաքական ճգնաժամը, որը հետևանք է 2008-ի նախագահական կեղծված ընտրությունների եւ այդ ընտրությունները բողոքարկող խաղաղ ցույցերի մարտի 1-ի բռնի ցրման, մինչ այսօր ավելի քան 2 տարի անց շարունակում է մնալ չկարգավորված։ 13 քաղբանտարկյալ շարունակում են մնալ բանտերում, չեն բացահայտվել մարտի 1-յան 10 սպանությունները, երկրում չի գործում որևէ անկախ հեռուստատեսություն, շարունակում է փակված մնալ ԱՄԵԿ+ հեռուստատեսությունը։ Ուղերձի հրապարակումից հետո հավաքված ընդդիմադիրների մի մասը դժգոհ էր ՀԱԿ ղեկավարության կայացրած որոշումից ու չէր ցրվում պահանջելով երթ անցկացնել։ Պահպանել ձեր էնտուզիազմը եւ ձեր նվիրվածությունը գալիք հանրահավաքի համար։ Երկաթգծի Մասիս կայարանի պահեստների մոտ այսօր բեռնաթափվեց Ռուսաստանի Դաշնության Ստավրոպոլի մարզից ներկրված 950 տոննա ցորենի սերմնացուն։ Գյուղնախարար Գերասիմ Ալավերդյանի խոսքով ծրագրով նախատեսված է, որ Հայաստանի Հանրապետություն ներկրել տարեկան առաջին տարում 950 տոննա, երկրորդ տարում 800, երրորդ տարում 600 տոննա։ Ծրագրի շրջանակներում կառավարությունը որոշել է 2014 թվականին ցորենի ցանքատարածությունները նորից հասցնել մինչև 120,000 հեկտարի եւ տարեկան ստանալ 350-ից 360,000 տոննա ցորեն, այս տարվա 150-ից 160,000 տոննայի փոխարեն։ Գյուղնախարարի խոսքով ներկրված սերմնացուն Հայաստանում արդեն փորձարկվել է։ Այն բաժանվելու է հանրապետության տարբեր մարզերում 90-ից 95 շահառուների միջև։ Դրանցից մի քանիսը սերմնաբուծությամբ զբաղվող գիտահետազոտական կենտրոններ են։ Մենք կցանենք, տեսնենք ինչ արդյունք կտա, հուսով ենք, որ բերված սերմացուն կոնդիցիային համապատասխանում է, բարձր որակի է եւ բարձր բերք կապահովի։ Հələ մասնագիտական կարծիք կասա։ Բարձրորակ սերմացուի արտաքին տեսքից։ Ինչով կբացատրեք, որ Ռուսաստանը արգելել է ցորենի արտահանումը, բայց Հայաստանին ցորեն է տրամադրում։ Ռուսաստանը թույլ է տվել արտահանել բոլոր այն պայմանագրերը, որոնք կնքվել են մինչև այդ քաղաքական որոշումը արտահանման դադարեցման։ Դուք գիտեք, որ մենք բանակցությունները շատ վաղուց էինք սկսել եւ մեր պայմանագրերը կնքված էին մինչև արգելանք։ Կառավարությունն արտագրանիստում հաստատելով հաջորդ տարվա պետական բյուջեի նախագիծն այն կուղարկի ազգային ժողով։ Նախատեսվում է ունենալ համախառն ներքին արդյունքի ավելի քան 4%-ի աճ։ Կառավարությունը պետական բյուջեով հաջորդ տարի նախատեսում է կատարել շուրջ 999 միլիարդ դրամի ծախս։ Եկամուտները ծախսերից քիչ կլինեն մոտ 850 միլիարդ դրամ։ Հաջորդ տարվա բյուջեի ավելի քան 148 միլիարդ դրամի դեֆիցիտի ֆինանսավորման աղբյուրներից վարչապետն առանձնացրեց միջազգային կազմակերպություններին։ Հաջորդ տարի պետական բյուջեով նախատեսվում է սահմանամերձ տարածաշրջանների զարգացման համար ներդնել ավելի քան 600 միլիոն դրամ։ Տավուշի մարզին հատկացվելու է ընդհանուր գումարի 61%-ը, շուրջ 400 միլիոն դրամ։ Պաշտպանության նախարար Սերյան Օհանյանը անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում վերջին շրջանում տեղի ունեցող դեպքերը նշեց, որ դիրքերն ավելի են ամրացվել։ Սերյան Օհանյանը կարևորեց սահմանամերձ բնակավայրերի բնակչության կենսամակարդակի բարձրացման հարցը, որպեսզի սահմանամերձ գյուղերի բնակիչները չհեռանան իրենց բնակավայրերից։
Կառավարության որոշմամբ հոկտեմբերի 5-ը պաշտոնապես կնշվի որպես ուսուցչի տոն։ Ձևավորված ավանդույթի համաձայն ուսուցչի տոնի նախօրեին դրամահավաքներ են դպրոցներում, տնօրենին եւ ուսուցիչներին նվերներ գնելու, իսկ որոշ դեպքերում անգամ հենց գումարը նվիրելու համար։ Ինչպես նախորդ տարիներին, նախարարությունն այս անգամ էլ հայտարարում է, որ արգելում է պարտադրված դրամահավաքը, միևնույն ժամանակ նշելով, որ եթե ծնողներ իրենց կամքով են նախաձեռնում դա, ապա դրա դեմ ոչինչ անել չի կարելի։ Այդուհանդերձ Գրիգոր Զոհրաբի անվան համար 43 դպրոցի տնօրեն Ռուզաննա Մուրադյանը այսօր հայտարարեց, որ իր դպրոցում նվերները չեն ընդունվելու։ Եթե պետականորեն անգամ ընդունվեց այդ ուսուցչի տոնը եւ եթե այսօր հանրապետության նախագահան անգամ ինքը շնորհավորում է ուսուցիչներին, եթե վարչապետը եւ նախարարը նվերներ են տալիս, մեծարում են, շնորհավորում են, մենք շնորհակալ ենք այդ բոլոր մեծարանքներից, բայց եթե պիտի արձագանքը ծնողական համայնքի կողմից այսպիսի հնչեղություն ունենա եւ հասարակության մեջ ձևավորվի դպրոցի վարկանիշին հարվածող եւս մի ինչ-որ մոտեցում, ապա մենք իրականում հրաժարվում ենք դրանից։ Թեպետ դրա մեջ կա եւ դաստիարակչական պահ, երբ երեխայի մոտ երախտագիտություն առաջանում է նաեւ դրանից, դուք էլ ձեր տարիները պիտի հիշեք։ Տավուշի եւ Արարատի մարզերում սեպտեմբերի կեսից սկսվել է խաղողի մթերումը, եւ ոլորտի պատասխանատուները եւ խաղողագործներն ասում են, որ այս տարի խաղողի բերքը նախորդ տարվանից ավելի շատ է։ Հակառակ համոզմանն է ագրարագյուղացիական միավորման նախագահ Հրաչ Բերբերյանը։ Ասեմ ձեզ, բերքը այդ հայտարարությունները ռեկորդային բերքի մասին ուրեմն ընդհանրեն առասպելներ են, ունենք անցյալ տարվա բերքը, կունենայինք մի փոքր ավել 20%, եթե չլեին հիվանդությունները եւ այն կրծողների մասին, որ խոսեցինք։ Մեր այցելության պահին Արարատի մարզի Արտաշատ Վինկոն Փակ բաժնետիրական ընկերության մոտ խաղողով բեռնված բեռնատարներ էին կանգնած։ Գործարանում ընդմիջման ժամ էր։ Մարդիկ եթե հասել են ստեղ, ուրեմն ստիպված են հակառակ դեպքում ուրիշ օգտագործման ձևներ իրանք կօգտագործեն, ուրիշ ինչ անեն։ Հասել են ստեղ։ Հիմա պատկերացրեք, որ ասենք մի 2 ժամ հետո մարդիկ գան ու ասենք չենք ընդունում։ Այս մարդիկ ինչ են, երեկվանից կանգնած է, այս մեքենան երեկվանից կանգնած է։ Պայմանագիր կա, ամեն ինչ էլ կա։ Դե բերեք չեմ սրբել եմ, 100-ով ենք ընդունել։ Գործարանի պահակն ասաց, որ ղեկավարությունը դուրս է եկել ընդմիջման։ Մինչ ընդմիջումը կավարտվեր, շրջեցինք մոտակա գյուղերի խաղողի այգիներում։ Այգետերերից ոմանք արդեն հավաքելու հանձնել էին խաղողը։ Այո, նախորդ տարվա համար լավ է, բայց հանձնում եք թե շուկա եք տանում։ Չէ, շուկայել ենք տանում, հանձնում ենք էլ։ Հանդիպեցինք նաև մի գյուղացու, ով նոր էր հավաքում բերքը։ Բերքը շատ առատ է, ինքնարժեք իր բերքին չի պարկում։ Էսա ուզում ենք տանենք, հանձնենք։ Որտե՞ղ։ Երևանի կոյնակի գործար Այգևանի մասնաճյուղն է։ Պայմանագիր ունենք 4 տոննայի։ Իսկ ընդհանուր ձերը ինչքան կլինի հանձնելու։ Մերը հանձնելու շատ կար, ես տալել եմ Երևանի շուկայում վաճառել եմ։ Մեր երեխուներ են Դբրոց Պտեթան, Շորապետ, Կոշիկապետ, բանկերին պարկենք, որ սևին սքին բանկեր կա երկրի մեջ։ Իրանց ինչքան պետք էր մթերել են արդեն։ Եղել է 10 տոննա խաղող տա մնացել է, գիշեր 3 անկում։ Ընկած ենք այս տաշտի մեջ։ Ֆրանսիացին ով է եկել մեզ արգելա փակում է մեր խաղող հանձնելը։ Ես 3 տոնակես նորից պլանի մեջ խաղող ունեմ, ինքը կամտրը փակեց, որ մենք չհանձնենք։ Ինչն է մեր դրա էֆեկտն ինչի մեջ է, որ մեր կառավարություն չի կարող դրանց մի հատ ասես ինչ ես անում, եթե պայմանագիր ես գրել, ինչու համար չես ընդունում մարդուց։ Վերադառնալով Արտաշատ Վինկոն գործարան նկատեցինք, որ մթերման խաղողն արդեն բեռնաթափվել էր։ Գյուղացիները գործարանի դռան մոտ սպասում էին իրենց գումարներին։ Զրուցեցինք ընկերության տնօրեն Հենրիկ Պապիկյանի հետ։ Սեպտեմբերի 20-ից առ սպասում ենք մոտ 3000 տոննա խաղող ընդունում։ Գինը 120 դրամ։ Ընդունումը հիմնականում կատարվում է օրվա երկրորդ կեսից, հավաքելուց բերքը բերում են գործարան օրվա երկրորդ կեսին։ Հիշեցնեմ, որ ավելի վաղ Ազատություն ռադիոկայանի հետ զրույցում խաղողագործները դժգոհել էին, թե մթերման գինը ցածր է։ Վաղվանից հայ գրքի կենտրոնի Խնկո Ապոր գրադարանի գրահրատարակիչների ասոցիացիայի նախաձեռնությամբ եւ մշակույթի նախարարության հովանավորությամբ սկսվում է Դարձ արգիրք 7-օրյա փառատոնը, որը մի յուրօրինակ փորձ է հանրությանը վերադարձնելու դեպի գիրքն ու գրականությունը, դեպի ընթերցանությունը։ Օրինակ հենց այսօրվանից երեխաների համար Խնկո Ապոր գրադարանի հեքիաթի սրահում հեքիաթներ են կարդալու Հայաստանի Հանրապետությունում հավատարմագրված դեսպանները, այսօր առաջինն այդ շարքում Գերմանիայի դեսպանն է։ Und vielleicht auch nicht schwimmen. Außerdem ist sie doch ein Landmensch. Was will sie hier unten im Wasser? Dann sagt er, ja, ist gut,
Aber bring mir schnell meine goldene Luft. Փառատոնի շրջանակներում տեղի կունենան նաև ֆիլմերի բացօթյա ցուցադրություններ, ցուցահանդեսի բացում եւ գրքերի շնորհանդես։ Մի խոսքով բավական հագեցած ծրագիր է, որ իր շարունակությունը կունենա ոչ միայն ողջ հոկտեմբեր ամսին, այլ նաև մինչև 2012 թվականը, երբ պիտի նշվի հայ տպագիր գրքի 500-ամյա հոբելյանը։